մեկ ամերիկյան ռազմանավի վրայից բարձրանալիս տեսնում եք այստեղ օդանավները, որ ռազմանավի վրայից են բարձրանում եւ շարունակենք եւ հիմա հայտնի չի սա Եմենի մոտ Կարմիր ծովի մոտ է որ բարձրանալիս վայր են գնում օվկիանոսի կամ ծովի մեջ են գնում $75 միլիոն այս օդանավի գինն է թվում է որ դժվար կլինի այսինքն սա կորած վիճակ է լինելու այսինքն կորցնելու ամերիկան իր մեկ ռազմօդանավից այս ռազմանավն է որ Եմենում հութիները անընդհատ ասում են Իսրայելը որովհետև Գազայում դեռ շարունակում է ամեն օր կոնե 30-ից 40 հոգի առնվազն երբեմն 93 հոգի 100 հոգի Գազայում սպանվում են ուրեմն իրենք ասում են մենք նաև պետք է այն նավերը որ դեպի Իսրայել որևէ ուտելիք կամ ապրանքներ պիտի տանեն կամ հեռանան այդ երկրից հարձակում են դրանց վրա իսկ ամերիկան ռազմանավը տարին է որ հութիներին ճնշի եւ հաճախ առհաճախ ռմբակոծում է ամերիկան Եմենը ռմբակոծում է որպեսզի նրանք չկարողանան այդ աշխատանքը կատարել այսպես տեսնում եք հիմա ասացի չի հստակացված որ արդյոք այդ օդանավը ռազմօդանավը հութիներն են կրակել եւ վայր են գցել թե տեխնիկական խնդրեմ ունեցել օվկիանոսի հիմա այսինքն ծովի հատակում է Կարմիր ծովի հատակում է եւ երևի F-18 տեսակի օդանավ է սա ամենավերջին արդիական օդանավներից է ինչ որ ամերիկան ունի հիմա հետո երևի կպարզեն ամենայն դեպս մեկ օդանավ են կորցրել իսկ ես հիմա ուզում եմ approval rating հավանությունը եթե սկսենք որոշ հարցերին վերաբերող նախագահը Ամերիկայի բնակչությանը հարցրել են որ արդյոք դուք հավանում եք կամ approve եք անում կամ չեք հավանում disapprove եք անում ինչ որ ընդհանուր Թրամփը որպես նախագահ իր նախագահի աշխատանքը հավանում եք թե ոչ 45%-ով հավանում են իր աշխատանքը 55%-ով չեն հավանում ժողովրդին երբ որ այս հարցախույզը կատարել են մի քանի օր առաջ են կատարել այս հարցախույզը հիմա ուրիշ հարցերին վերաբերյալ անցնենք առաջ տեսնեք բիզնեսը եւ այս թերիֆը այդ հարկը ինչ որ պահանջում է ուրիշ երկրները պետք է վճարեն որ ապրանքը կա այստեղ մարդիկ ոմանք իմ անդրադարձել են որ այդ ինչ որ նախագահը պահանջում է որ ինչ մտնում այս երկ հարկ վճարեն վաճառողը դա ավելացնելու է ծախսի վրա օրինակ Չինաստանը եթե մի $10 նախապես ապրանք էր գալիս վաճառում էին մարդիկ գնում էին հիմա որովհետև Թրամփը հարկ է պահանջում այդ $10 կարող է լինի $24.50 սրան մասին քիչ հետո պիտի խոսեմ ամենայն դեպս հիմա այդ մասին հարցրել են ժողովրդին 39%-ով հավանում են ինչ որ նախագահը եւ թերիվ հարկ պահանջում է ուրիշ երկրից ինչ որներ մուծում են այս երկիրը 61%-ը չի հավանում այս ինչ որ Թրամփը սկսել է երկրներից պահանջ ունի անցնում ենք առաջ մեկ ուրիշ որ հանրության Ամերիկայի հարցրել են ապահովությունը սահմանի եւ իմիգրանտների մասին որ անօրինականներին ձերբակալում են այս երկրից հանում են նաև ամրապնդել են սահմանը եւ թույլ չեն տալիս այսպես անօրինականները մտնեն այս երկիր այս մասին քիչ հետո պետք է սահմանը ցույց տամ տեսեք մեծ փոփոխություն կա սահմանում այսինքն անօրինական շատ քիչ մարդ է գալիս հիմա այս ժամանակ համեմատ անցյալ մարտին որ քիչ հետո ցուցադրեմ ամենայն դեպս 49% հանրությունը հավանում է որ ամրապնդեն են սահմանը անօրինականները չեն մտնում այս երկիրը 51%-ը չի ինչ որ նախակատարում է չի հավանում սա մասամբ շատ մոտիկ է որտեղ սա կարծիք է
դրա համար 49-51 շատ մոտիկ են այսպես ժողովուրդը բաժանված են այս հարցի մասին, այսպես է։ Հիմա ես ուզում եմ անցնեմ առաջ ու ձեզ ցուցադրեմ տեսանյութը, տեսնեք այս նախագահ Թրամփին տեսնում եք այստեղ, որտեղ այս սահմանի մասին առաջին օրվանից ծրագրեր են մշակել, այստեղ տեսնում եք ավել խիստ sanctuary cities, քաղաքներ կան, որ անօրինականներին ընդունում են, ինքը ասում է, որ եթե համագործակցեն եւ federal immigration-ին չօգնեն, որ անօրինականներին հանեն, ուրեմն իրենց ցանկությունն է, որ կառավարությունը այդ քաղաքներին չօգնի, այստեղ տեսնում եք federal ոստիկանությունը ձերբակալում է անօրինականներին ու երկրից վտարում էր առաջ, հիմա չի կարողանում, որովհետև մեկ դատարան ասել է, մինչև չկան անձը, անօրինական լինի, պիտի կա դատարանը ասի, որ վտարեք այդ այստեղից։ Հիմա 95%-ով ավել քիչ այս մարտին, ինչ որ մենք մարտը ավարտել ենք, սա մարտինն է, համեմատ մի տարի առաջ, երբ որ Բայդենը նախագահ էր, 95%-ով ավել քիչ անօրինական մտնում է այս երկիր, սա խոշոր տարբերություն է մի տարի առաջվա համեմատ, ինչ որ տեղի ունենում այստեղ, տեսնում եք այսպես, սահմանը փակեն են, ավել դժվար է։ Հիմա մեկ կին, որ անօրինական է, իրեն ասել են երկրից գնա, իր երկու երեխաները այստեղ ծնված են, ինքը անօրինական է, երեխաները այստեղ ծնված են, մինչև հիմա օրենքը այսպես է, իհարկե Թրամփը դիմեն է ֆեդերալ, այսինքն Գերագույն ատյանին այս մասին, դեռ Գերագույն ատյանը իր վճիռ չի տվել, ամենայն դեպս այս ժամանակ որևէ անձ այս երկրում ծնվի, անօրինականից թե օրինականից ամերիկացի է համարվում։ Հիմա այս կինը անօրինական եկել է, բայց այստեղ երկու երեխա է ունեցել, Հոնդուրասից եկել է, իրեն ուզում են երկրից հանեն, ինքը ասում է, որ երեխաներից էլ ուզում եմ հետս տանեմ։ Հիմա եւ տարեն է այդ երկու երեխաներին Հոնդուրաս է տարել։ Ուրեմն ասում են այս փոքր երեխան stage cancer ունի 4-րդ stage-ի եւ իր տեղը հետը չի տարել, այսպես ասում են իհարկե այս մասին ընտանիք ասում է հիմա այստեղից գնացած են, այստեղ չեն իրենք։ Թրամփի վարչակազմը իհարկե ասում է, որ մենք չենք ասել, որ երեխաներին տան, ինքն է որոշել, որովհետև ինքը պետք է երկրից գնա, երեխաներին ուզեցել է իր հետ տանի։ Սա զարն է կամ ցարն է, որ այս աշխատանքով է զբաղվում եւ նա ինչ որ ասած է արտահայտվել է։ Թրամփը վաղը կդառնա 100 օր ինչ որ այս երկրի նախագահն է դարձել, 39%-ով ամերիկացիներ իրեն քիչ առաջ ցույց տվի trade եւ tariff, ուրեմն բիզնեսը եւ այդ հարկերը ինչ որ պահանջում է, ինչ որ մտնում այս երկիր հարկ պահանջին, հավանում են։ Approval rating 45% է, 55% չեն հավանում իր աշխատանքը այս վարքյանից, ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ, 55% չեն հավանում իր աշխատանքը։ Ինքը ընտրվել էր իհարկե 49%-ով, ինքը քվեներն ուներ հանրությանը 47%-ից մի քիչ ավել, Քեմելա Հարիսը ուներ, ուրեմն 49-ից այս ժամանակ 45 է իջել։ Բայց դրանով հանդերձ իր հավանությունը սա շատ բարձր է, քան թե առաջին նստաշրջանում իր հավանությունը ավել քիչ էր։ Հիմա այսինքն ընդհանուր ավել հավանություն ունի Թրամփը կամ անցյալը։ Ես ուզում եմ շարունակել եւ ձեզ ցուցադրել հիմա Էլ Սալվադորից Այստեղ անօրինականների նախագահը վտարել գնացել էին Էլ Սալվադոր եւ այսպես հիմա այնտեղ են մեկը այս տղան է որ green card ունի այս երկրի կինը ամերիկուհի է այստեղ ծնված ամերիկուհի է կինը եւ երեխաներ ունի իրեն վտարեն են սա հիմա այնտեղի բանվորներն են կամ բանդարկյալները որ
նրանք օգտվում են բանդարկյալներին աշխատանք են պահանջում Էլ Սալվադորում այստեղ տեսնում եք սրանք բոլորը աշխատում են այնտեղ հիմա տարբեր աշխատանք են կատարում այնտեղ հիմա կարի ցեխեր ինչ որ կար սա Էլ Սալվադորի նախագահն է որ ասում է մենք առավել էլ կընդունենք այս տղայի մասին նախագահը այդ երկրի այս Գարսիայի մասին նախագահը Էլ Սալվադորի ասում է ես չեմ ուղարկելու իսկ immigration-ի ջաջը 2019 թվին սա 6 տարի առաջ ասել էր այս տղան որ MS-13 մեկ ոչրակուրց խումբ է այս MS-13-ը թվում է որ գտնեն որ կարող է այդ ոչրակուրց խմբին պատկանող անձնավորություն լինի բայց հիմա որևէ փաստ չկա այստեղ տեսնում եք Թրամփն է որ ասում է այս տղան ինչ որ ասում են իրեն հետ վերադարձրեք մատերի վրա անգամ ասում է Թրամփը իհարկե իր կնոջ հետ եք տեսում մատերի վրա նաև գրած էր MS-13 որ մեկ մարդասպան խումբ է բայց մի յուրահատուկ մի բան չեն գտել որ հիմա տատարանին ներկայացնեն իր դեմ ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ Տատարից էլեկտրականությունը Իսպանիայում եվրոպական որոշ երկրներում այսպես չունեին լույսը չունեին դա ցուցադրեմ ձեզ հետո նրանից հետո երկու այսպես շրջագայության նավեր շատ մեծ չեն բայց եւ այնպես accident են ունենում վթար են ունենում ցուցադրեմ Հռոմի Պապի մասին պիտի ամփոփ խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է այսինքն նախ մի շենք կա office building կա որ երկու office ունի սենյակներ ունի վարձու է տրվում սա բիզնեսային հարկաբաժիններ են ուրեմն եթե դուք ցանկություն ունեք այս գեղեցիկ շենք է եթե մտնեք office-ը կտեսնեք շատ գեղեցիկ office-ներ են սրանք եթե կարող եք մեկը կամ երկուսը վարձել հետաքրքրողները կարող են զանգահարեն այս հեռախոսահամարի ծրագիրը նաև հովանավորում է Prime Med դեղատունն է հովանավորում գտնվում է Գլենոքս փողոցի վրա եւ Highland-ի հատման կետում է գտնվում Prime Med Pharmacy ձեր տեղերը կարող են ձեր տանը բերեն եթե դուք մի տեղատունից վերցնում եք ձեր տեղերը կողջեք զանգահարեք այստեղ 6 818 000 Prime Med-ը Highland եւ Գլենոքս փողոցի հատման կետում է բայց տարբերություն չունի որտեղ որը բնակվում եք կարող եք զանգահարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը ծրագիրը նաև հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում նախ եթե ունեք մեքենա կահույք ունեք մահճակալ ունեք եթե ցանկություն ունեք դրանք տեղափոխել Հայաստան պետք է գնաք կամ ուզում եք ղրիկել Հայաստան կարող եք Երևան Shipping զանգահարեք ամենաէժան գնով կտեղափոխեն ձեր ինչ որ ֆուրնիչեր ունեք, մեքենա ունեք, տրակ ունեք, կփոխանցեն Հայաստան, որ եթե դուք ուզում եք գնալ այնտեղ, ամեն ինչ կարող եք ունենալ, ինչ որ այստեղ ունեք, ուզում եք տեղափոխել Հայաստան։ Հատուկ զեղչ են նկատի առնել։ Իսկ գումար պիտի փոխանցեք $100 փոխանցելիս ընդամենը $1 եք վճարում։ $500 ուղարկեք, $5 եք վճարում, ոչ մի տեղ այսպես ցած գնով գումար չեն փոխանցում։ Իսկ ծանրոցները օդանավով իջեցրեն են, կարող եք նավով ղրգեք, բայց 2.5 ամիսից 3 ամիս կտևի օդանավով ընդամենը մի pound-ը $2.99 մի քանի օր հետո ձեր ազգականը ինչ որ ձեր ցանկությունն է փոխանցեք կամ նվեր ղրգեք, իրենք անմիջապես կստանան։ Երկու կենտրոնները գտնվում են Lancashire փողոց, North Hollywood, Glendale-ում Palmer փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Caravan ռեստորան գտնվում է Glenox փողոցի վրա,
կարող եք ամեն օր գնալ ճաշելու, նաև իրենք ամեն օր հարիսա են առաջարկում, եթե ձեր ցանկությունը դա է կամ խորովածներ, քեբաբ եւ այլն, բոլորը այնտեղ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը, եթե ձեր բնակարանում միջատներ կան, պահարանը բացում եք միջատները սկսում են փախչել, կամ տանը մրջում կա, մուկ կա ձեր տանը, այդպես չպիտի լինի, դուք վարձենեք ապարտման կամ առանձնատուն պետք է մաքուր լինի, բնակելի լինի, եթե այդպես չի, մուկ կա, մրջում կա, միջատներ են ձեր բնակարանի մեջ պտտում, զանգարեք այս հեռախոսահամերին, դուք ոչինչ չպիտի վճարեք, մինչև ինքը հատուցումը ստանա բնակարանի տիրոջից, հետո իրեն կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է Վարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում ծրագիրը Ալի փողոց եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում ձեր ատամները որևէ հարց ունեք մաքրման համար պրոթեզ պիտի տեղադրեք արյունը հոսում լինդից որևէ ատամի հարցով այստեղ զանգարեք կվերադառնա Անցյալ շաբաթավերջին մենք անձրև ունեցանք, բայց ես ուզում եմ հիշեցնեմ բոլոր նրանք, որ ապրում են այս նահանգներում, Դալասում եք ապրում, Դալաս Թեքսասում, Little Rock, Arkansas-ում ապրում եք, եւ նաեւ Նյու Յորքում, Syracuse, Նյու Յորքում եք ապրում, մեծ տարածք բոլոր փոթորիկ է լինելու, անձրև է գալու, այս գիշերվանից սկսյալ մինչև չորեքշաբթի առավոտ Օքլահոմա, Միզուրի, բոլոր այդ տարածքներում հետևեք ձեր շրջանի լրատվական միջոցներին, տեսեք ինչպես է ուշադիր եղեք։ Ես ուզում եմ հիմա խոսել էլեկտրականության մասին կամ լույսը, որտեղ Իսպանիայում, Պորտուգալում եւ Ֆրանսիայի արևմտյան մասում հանկարծ անջատվում է եւ մեծ խնդրեմ է ստեղծում հիմա շարունակենք որպեսի տեսնեք բոլոր թրաֆիկը դժվարություն ամեն տեսակ խնդրեմ այսպես տեսնում եք գնացքը չի աշխատում օդանավակայանում չեն կարողանում թռիչքներն է դժվարություն ստեղծվել այսպես նրանք որ այդ տարածքից պիտի գան ձեզ մոտ կամ դուք պիտի գնայիք եթե դժվարություններ ունեիք էլեկտրական խախտումը չի թվում որ տերորիստական ակտ չի այլ երևի էլեկտրական սարքավորումների խնդրեմ է այսպես տեսնում դուք տեսնում եք գրաֆին եք տեսնում նախքին ախոյաններից եւ հիմա էլ իրեն հարցազրույցի ժամանակ է տեսնում եք լուսավորը իր հետ խոսում են այնտեղ է ինքը եւ հարցազրույցի ժամանակ հանկարծ տեսնում եք այսպես մթություն է տիրում ու ինքն էլ զարմանում է բոլորը զարմանում են որ ինչ պատահավ մի վարքյան մինչեւ անդրադառնան նաեւ ինչ որ հիմա տեսնում եք այստեղ նաեւ եղավ խնդրեմ որտեղ ինչ որ տեսնում եք այստեղ Նյու Ջերսի շրջանում այդ տարածքներում էր Նյու Յորքն եք տեսնում այդ Նյու Յորք արևելյան նահանգներում տեսնում եք որ էլեկտրականությունը նաև այնտեղ գնացել է եւ United Airlines-ը ունենում է դժվարություն որովհետեւ այնտեղից շատ թռիչքներ է ունենում տեսնում եք այսպես այդ տարածքն է ես ուզում եմ շարունակել եւ խոսել երկու նավ շրջագայության փոքրիկ նավեր են սրանք ակսիդենտ են ունենում շարունակենք այստեղ տեսնում եք Mayday այսինքն վտանգ խոսում են մասին երկու այդ նավերը հարվածում է 61 նավի մեջ կար այսպես ֆերիի մեջ կար այսինքն բոթի մեջ 60 հոգի 45 հոգի մյուսի մեջ այստեղ տեսնում եք ծովում հարվածում են ակսիդենտ են ունենում մեկը մյուսի հետ մեկ անձնավորություն տեսեք այդտեղ մթության մեջ է բայց եւ այնպես
այդ մարդիկ գնացել են ուրախության համար այն նավի, որ 60 հոգի հյուրեր ունեին, mass casualty այստեղ տեսնում եք ասում են, որ պրոբլեմ կա, ասացի 10 հոգի վիրավորվել են, մեկը մահացել է, այդ նավի պատասխանատուն, այսպես ղեկավարը, ինքը ասում է ինձի քննեք, որ տեսնեք, որ ես խմիչք չեմ օգտագործել, ինքը օժար միանում է, եւ այսպես տեսնում եք, բայց ամենայն դեպս գալիս են, օգնում են, եւ ինքը breathalyzer, տեսնում եք այստեղ, որ տեսնում են, որ ինքը որևէ խմիչք չի օգտագործել, մյուսը հայտնի չի, հիմա հետևում են այդ հարցը, որ տեսնեն արդյոք խմիչքը դեր ունեցել է, թե ոչ, թե հանկարծ պատահարը, ինչ որ պատահել է, այստեղ տեսնում եք նման դեպք է պատահել։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել Հռոմի Պապի մասին։ Ֆրանսիս Հռոմի Պապը 2013-ին դարձավ Հռոմի Պապ եւ մահացավ, գիտեք, ճիշտ զատիկը եկեղեցում ինքը զատիկվա արարողությունը կատարեց, թեև փետրվարի 15-ից հիվանդ էր, անընդհատ հիվանդանոցում էր, վերջին ժամանակը ասաց, որ ես ուզում եմ զատիկը ես կատարեմ արարողություն։ Գիտեք, զատիկը քրիստոնյայի համար ամենակարևոր օրն է։ Ջրօրհնեքը եւ այլն ոչինչ ավել կարևոր չի, Հիսուսի խաչելությունը եւ հարություն առնել ամենակարևորն է։ Չգիտես, մի ձև այս Հռոմի Ֆրանսիս Պապը ուժ է ստացել, կարծես, կարողանում է այդ անել եւ հետո առավոտյան ժամը 5:30 րոպե մահանում է։ Տարօրինակ վիճակ էր այդպես։ Հիմա նոր Հռոմի Պապ պիտի ընտրեն։ Իսկ իրենից նախքան իրեն Բենեդիկտ 16-ը հրաժարվեց, որ 100 տարուց ավել էր, մեկը չի հրաժարվել, Հռոմի Պապը չի հրաժարվում, մինչև մահանում է։ Եվ գրում է, որ ես ուզում եմ հրաժարվեմ եւ հրաժարվում է եւ այդտեղից էր որ Բենեդիկտը 2013-ի մայիսին ընտրվեց։ Բենեդիկտ, այսինքն Ֆրանսիսը ընտրվեց որպես Հռոմի Պապ։ Ֆրանսիսը ինքը նաեւ ուզեցել է գրել, որ եթե ես չկարողանամ աշխատանք ճիշտ կատարեմ, ինձ էլ հանգստի համարեք, որ չեմ կարող եւ իմ աթոռը, այսինքն Պապի աթոռը հանձնեք մեկին, որ կարող է կառավարի, բայց հետո փոշմանում է այս Ֆրանսիս Պապը, չի հետևում Բենեդիկտ 16-ի այդ ինչ որ նա էր արել, մտահոգվելով, որ միցև այսպես սովորություն կդառնա, որ կընտրվեն Պապ, հետո կհրաժարվեն, մեկ ուրիշ կընտրվի, նա կհրաժարվի, մտահոգված դրա համար փոխում է, բայց ինքը մինչև վերջ այսինքն աշխատել է առանց խանգարիչ վիճակ ստեղծելու եկեղեցու համար։ Ամենայն դեպս հիմա 135 կարդինալներ մի քանի օրից հետո կհավաքվեն, որպեսզի ընտրեն նոր Հռոմի Պապը, այստեղ տեսնում եք կարդինալները բոլորը եկել են եւ շուտով իրենց չեզոքացնելու են եւ սրանք կարդինալներն են, ինչ որ կարելի է Պապ դառնան եւ այնտեղից նոր Հռոմի Պապ պիտի ընտրեն։ Բենեդիկտ 16-ը նախքան Ֆրանսիսը օրենքը փոխել էր, նախապես այսպես չէր։ Ինքը պահանջում է, որ 2/3 այդ կարդինալներից հավանություն տան, ում որ ուզում են ընտրեն Պապ, որ ավել համաձայնվողների թիվը բարձր լինի, նախապես այդպես չէր։ Եվ Ֆրանսիսը դրա համար, երբ որ ուզում էին իրեն ընտրեն, 5 օր տևում է, մինչև այդ ժամանակ 2000 մայիս 2013-ին, այսինքն ոչ թե 5 օր, այլ 5 անգամ պետք է քվեարկեին եւ նրանք որ շատ քիչ քվե են ունենում, ցանկից հանում են, մնացածի վրա քվեարկում են, ամենայն դեպս 5 անգամ քվեարկեցին, մինչև Ֆրանսիսը ընտրվեց այդ ժամանակ։ Ես ուզում եմ հիմա խոսել թեմո եւ Չինաստանից
այս երկու մեծ ընկերությունները ամեն ինչ ուղարկում են Ամերիկա, հագուստներ, կոշիկներ եւ այլն։ Հիմա ոմանք ասում էին, կարծում էին, որ իրենք էլ չպիտի կարողանան որոշ ապրանքներ, ծանրոցներ, ինչ որ Չինաստանից գալիս է, կարող է ձեռք չտա, որ այստեղ կարողանան հեշտությամբ վաճառեն, բայց այս երկու ընկերությունը իրենց գինը այնքան քիչ է, որ եթե անգամ հիմա գինը կբարձրանա կլինի $24-ից ավել, պատկերացրեք, եթե $10 է, $24 կլինի, էլի ավել արժան է լինելու այս հագուստները, շարունակենք, այս հագուստները ավել էժան են լինելու, այսինքն $23.61 է դառնալու, $23-ը 56 է դառնալու, այսպես տեսնում եք, որովհետև $32 այդ 23-ի վրա պետք է ավելանա։ Այստեղ տեսնում եք այս աղջիկները, կանայք, երիտասարդներ ասում են սա շատ վատ է, բայց ամենայն դեպս այդ Շին եւ Թիմոն երկուսն էլ տեսնում եք նույն նամակը գրված է երկուսի կողմից, որ երկուսն էլ ասում են մենք շարունակելու ենք եւ թերիֆն էլ որ այդ հարկն էլ եթե վճարեք, ելի մեր հագուստները տեղական հագուստից ավել էժան է լինելու ձեզ համար։ Այսպես այս երկու ընկերությունները Չինաստանից շարունակում են այս գալիս է այստեղ $100 shipping fee են վերցնում Ամերիկան հիմա $120 հարկ է ուզում Ամերիկան, ինչ որ նախագահ Թրամփի ցանկությունն է, Թրամփը ասում է, որ իրենք ասեն են, որ կբանակցեն մեզ հետ, բայց Չինաստանը ասում է, որ քիչ հետո պետք ցուցադրեմ, ասում է մենք որևէ բանակցության մեջ չենք։ Սա Treasury Secretary-ն է Բեսենտ անունով, այս երկրի Treasury կամ կանձապահը, այսպես ելև մտքի նախարարը, որ ասում եմ մենք կսպասում ենք, որ շուտով բանակցության մեջ մտնենք Չինաստանի հետ, որպեսզի մեղմացնենք այս վիճակը։ Իսկ Չինաստանի խոսնակը արտգործնախարարի ասում է Չինաստանը եւ Ամերիկան ոչ մեկ consultation, տեսնում եք այդտեղ բանակցության կամ համաձայնություն չենք արել այս թերիֆի վրա, հարկերի վրա մենք չենք խոսել, հակառակ նրան, որ նախագահը այդպես է ասում։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պիտի շարունակեմ NFL-ի մասին խոսեմ, fake images, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եւ աչքի վիրահատող բժիշկ է, սա հեռախոսահամարն է, զանգարեք, եթե որևէ հարց ունեք աչքի հետ։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Banquet Hall, հովանավորում է ծրագիրը Vivaldi-ն 3 սրահներ ունի, 120, 150, 300 հոգի տարողությամբ։ Եվ նաև ամենօրյա ճաշ են առաջարկում, զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն 1928 թվից աշխատում է, 97 տարի։ Այս խանութում իրենց Փասադինայում է, բայց ճիշտ Գլենդելի հարևանությանը ամենամեծ խանութն է դաշնամուրի։ Հարյուրավոր դաշնամուր կգտնեք, $1000-ից մինչև $500,000։ Ծրագիրը հովանավորում է նաև M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը։ Խմիչք պիտի վերցնեք M&M այցելեք։ Եվ առավել իջեցրել են գինը, հիմա 10% առավել գիները այնտեղի բոլորի վրա 10% զեղչ են առաջարկում։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Court Furniture-ը գտնվում է այստեղ Գլենդելում, Central եւ Մրթելի հատմանկետում։ Իրենք խանութ ունեն Orange County-ում, ունեն նաև Santa Ana-ում, Ամերիկայում մեկ խանութներ ունի Court Furniture-ը։ Ծրագիրը հովանավորում է նաև Rafi's Market հովանավորում է։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, կարող եք վերցնել, կվերադառնա։ Prank call կամ սուտ հեռախոս է լինում մարդկանց, օրինակ ամերիկյան ֆուտբոլի, NFL-ի մեկ անձ որ գիտեք այս ֆուտբոլիստները առաջ քալեջում են
մրցակցության մեջ են։ Նրանք որ քոլեջում մեծ հաջողություն են ունենում, շատ գեղեցիկ խաղում են, հետո իրենց հրավիրում են NFL-ը, National Football League-ը, որ պրոֆեսիոնալ խաղացողներ են։ Ուրեմն երբ երիտասարդ են այդտեղից հետո թիմերը, որ 32 ամերիկյան թիմ կա, իրենց հրավիրում են։ Այս ֆուտբոլիստները միլիոնավոր դոլար են տարեկան գումարը ստանում։ Դրա համար շատ կարևոր է, որ այդ աշակերտը, որ քոլեջը հաճախում առաջնահերթ լինի, եւ երբեմն զանգահարում են, այստեղ Սանդերս տեսնում եք, իր տղան է, որ զանգում են, պատկերացրեք այս խաղացողներին prank call, սուտ հեռացնում են, ասում են քեզ ընտրել ենք, որպեսի դու գնաս եւ այս ֆուտբոլի, ամերիկյան ֆուտբոլի թիմի մեջ խաղաս։ Մեծ ուրախություն անձի համար։ Հետո տեսնում են սուտ է եղել։ Հիմա այստեղ անցնենք առաջ, տեսնեք այս երիտասարդը հեռախոսով իրեն ասում են դու ընտրվել ես, որ ֆուտբոլի թիմի պիտի միանաս, ինքն է շատ ուրախանում է, ինչ դրանից ավել մեծ բախտ, որ միլիոնավոր դոլար պետք է խաղացող է դառնալու, այսպես իրեն ասում են։ Հետո բանից դուրս է գալիս, այս Սանդերս, որ սուտ են ասել իրար, այսինքն մեկը զանգեն է եւ ճշմարտություն չի ունեցել։ Եվ մեկ հոգու, երկու հոգու համար չի, որ պատահում է, հաճախ է պատահում, Atlanta Falcons-ն եք տեսնում, եւ այսպես դեպքեր է պատահում, մտահոգություններ է ստեղծում եւ այսպես տեսնում եք, բայց ամենայն դեպս Սանդերսի տղեն, որ հայտնի Սանդերսը ֆուտբոլիստ էր, իրեն զանգում են վերջավորության եւ ասում են, որ Brown համալսարանի համար քեզ ընտրել են, տեսնում եք ամերիկյան ֆուտբոլն եք տեսնում, որը ամենաշատ դիտվող ծրագիրն է, այստեղ Brown համալսարանն է, որ հայտարարում են այս նույն տղային, որ շփոթանք էր ստեղծվել, իրեն ընտրում են, որպես գնա մասնակցի այդ Brown համալսարանի թիմի համար։ Հիմա ինչ է պատճառը, որովհետև այս որևէ մարզական խաղ Ամերիկայում գոյություն չունի, որ երբ հասնում է իր ֆինալի, այսպես վերջնական երկու թիմերը, որ բարձրանում են, հասնում են այդտեղ 110 միլիոն եւ ավել դիտողներ կա։ Պատկերացրեք, ոչ մի Օսկարի, այսինքն արտիստներ Օսկարի նվիրաբաշխում 20 միլիոն մարդ են նայում, երբ որ իրենք այդ աշխատանքը կատարում են։ Ուրիշ խաղեր 10 միլիոն, 25 միլիոն, այսպես է, որևէ խաղ չկա ֆուտբոլի նման ամերիկյան, որ այդքան մեծ թվով Ամերիկայում եմ խոսում, իհարկե աշխարհում եք այն ֆուտբոլը, որ մենք գիտեինք, երբեմն աշխարհում եք դիտում են, կարող ավել դիտողներ լինի, բայց ամենայն դեպս Ամերիկայի ֆուտբոլը ամենաբարձր թվով դիտողներ ունի։ Ես հիմա ուզում եմ նաև խոսել fake կամ սուտ իմիջների մասին եւ հիմա AI-ը, artificial intelligence, արհեստական իմաստության միջոցով փոխում են ամեն ինչ։ Artificial intelligence, արհեստական իմաստություն, այսպես է, որ հիմա համակարգերի միջոցով կարողանում են տարբեր պատկերներ պատրաստել, շինել, որ պատկերացրեք, օրինակ Taylor Swift ամենաճանաչված երգչուհին այս երկրի այս ժամանակ, դրանից ավել մեկը ավել հավանություն չունի, ինչ որ այդ կին ունի, տեղադրել էին իր դեմքը, պատկերացրեք, մեր մարմնի վրա։ Եվ հիմա ներկայացնի տան մեջ աշխատում են այս artificial intelligence, ինչ որ հիմա revolution է ստեղծել, մեկ հեղափոխություն է եղել, ամեն ինչ կարողանում են հեշտությամբ ստեղծել, ուրեմն պետք է քվեարկեն, որ մեծ տուգանք եւ մեծ պատիժ պիտի լինի նրանք, որ այսպես կեղծ ինչ որ կոչվում է deep fake խորը սուտ կերտելու հանգամանքով, դա իհարկե պատկերներ, ֆոտո, վիդեո այդպես պատրաստում են, պետք է պատժի ենթարկվեն, դրա վրա են աշխատում հիմա։ Social media ընկերություններին նաև ասեն են, բոլոր այս social media-ներին, որ իրենք ստիպված են միշտ ուշադիր լինեն եւ
մինչև 48 ժամ պետք է հանեն այդ, եթե ճիշտ չի, սուտ է, արհեստական սուտ է, որ մեկին կարող է վնասի, ինչպես ասացի, անձի դեմքը տնում են մերկ մարմնով եւ մեծ դժվարություն են ստեղծում մարդկանց համար, ուրեմն այդպես լինելու է, պատիժները լինելու, ներկայացնի տան մեջ այդ օրենքն են մշակում։ Ես հիմա ուզում եմ խոսել Քրիստի նոմի մասին։ Քրիստի նոմ նախագահ Թրամփը իրեն նշանակել է որպես Department of Homeland Security, տեսնում եք իրեն 51-2 տարեկան կին է սա, նախապես նահանգապետ էր, բայց հիմա դարձել է նախարար եւ ինքը Վաշինգթոնում այս զատիկվա առիթով գնում է մեկ ռեստորան, մեկ թանկ, այսպես ռեստորան է գնում, որ ամեն ինչը որակավոր է, ճաշը շատ բարձր գնով մատուցում են, իր ընտանիքի հետ գնում է այդտեղ ու իրեն թիկնապահներ ունեն, նախարարները բոլորը թիկնապահներ ունեն, ավել հեռու են մնում, որ ինքը կարողանա հաճույք ունենա իր ընտանիքի անդամների հետ, ոչ թե կանգնեն իր մոտ չկարողանա։ Ամենայն դեպս իր պայուսակը այդտեղ աթոռին կախած է լինում։ Մեկը մեկ կող գալիս է, կարողանում է այդ պայուսակից իր վալեթը, որի մեջ 3000 գումար է լինում, իր ID-ն են այդտեղ լինում, որպես նախարար ինքը որոշ քարտեր ունեն, ամենտեղ կարողանում են մտնել։ Բոլոր դրանք նախ ոտքով հրում է մյուս կողմ, հետո գնում է վերցնում է ու դուրս է գալիս առանց կասկածանքի։ Հետո անդրադառնում է այս նախարարը Ամերիկայի ինչ որ անվտանգության աշխատանք է կատարում, Homeland Security կարևոր աշխատանք է կատարվում, ինքը զոհն է գնում նման հարցի, սա կողն է ինչ որ տեսնում եք եւ կարողանում են իրեն գտնել։ Երբ իրեն գտնում են այս DHS security նախարարի տարեներ բանից դուրս է գալիս, որ հոմլես է եւ Չիլիից եկել էր, Չիլի երկրից, Չիլի երկիրը հարավային Ամերիկայից եւ սա Easter Sunday Կիրակի օր զատիկվա, սա իրեն եք տեսնում, որ գնացել էր վերջին ժամանակ, երբ որ վտարենին որոշ անօրինական էին, գնացել էր այնտեղ նկարվել էր, այս նկարը տեսնում եք, որ հետո տպագրել, որ եթե դուք անօրինական եք, ձեզի հանելու ենք այս երկրից եւ այլն, այսպես տեսնում եք, բայց ամենայն դեպս իր պայուսակը տարեն էին, այսինքն 3000 գումար այդ պայուսակի փոքրիկ wallet-ի մեջ տարեն էին։ Ես ուզում եմ խոսել SEIU, որը Los Angeles-ի Service Employees International Union անունն է կոչվում, 55,000 LA County համար աշխատող են, որ մենք Glendale-ում իհարկե LA County-ն մեզ մոտ քիչ դեր ունի, բայց եւ այնպես դեր ունի, իհարկե աշխատանքներ կա, որ Glendale-ի կատարում է որոշ աշխատանքներ, LA County-ն է կատարում, բայց այն քաղաքները, օրինակի համար Լակրասենթա քաղաքը, երբ որ պատկերացրեք Փենսիլվանիայից դեպի արևմուտքը, Լաքանիադա, նրանք որ LA County-ն է, մասամբ ղեկավարում է մանավանդ Լակրասենթան, որ լրիվ իրենց է աշխատանքը, քաղաքային աշխատանքը LA County-ն է կատարում, այս տեսնում եք հացա, այսինքն գործադուլի են անցել եւ մի քանի ժամ առաջ են սկսել, այսպես որոշ աշխատանքներ նաեւ պիտի կատարվի, այսպես աշխատանքները չի լինելու, դժվար կացություն է ստեղծելու եւ իրենք պահանջում են, որ աշխատավարձ են պահանջում եւ պահանջում են նաեւ ավել բարձր աշխատավարձ եւ նաեւ պահանջում են, որ կառավարությունը դրսից մարդկանց կոնտրակտ չտա, այլ որոշ աթոռներ թափուր է մնացել, աշխատողը չեն վարձում, հետո որովհետև չունեն աշխատող LA County-ին, մեկ ընկերություն են հրավիրում, որ այդ աշխատանքը կատարի, դրա համար բողոքում են, ասեն են, որ 2 օր շարունակելու են, հույս ունեն, որ
էլեկաունտին ուշադրություն կդարձնի իրենց ցանկությանը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի շարունակեմ ծրագիրը հովանավորում եմ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում կամ accident եք ունենում, զանգարեք այստեղ։ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը, նպարատուն է կնում այս տեսակը վերջեք, նաղաշ լավաշ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, սա եթե ձեր ոտքի վրա, թաթի տակ, ոտքի վրա վերք ունեք, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք ժամանտրություն վերցրեք։ Գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino եւ Glendale 616 East Glenox փողոց։ Զանգարեք, տեսեք, որը կլինի ամենամոտիկ ձեզ։ Պարոն Էդվարդը ձեզ առաջարկում է, թե բիզնես ունեք, ցանկություն ունեք վաճառելու, զանգահարեք իր հետ խոսեք։ Ուրեմն եթե դուք բիզնես ունեք, հոգնեն եք, այլ չեք ուզում շարունակեք, կամ նոր բիզնես եք ուզում սկսել, իր հետ խորհրդակցեք, կվերադառնա։ Մեր շրջանում ինչ հրդեհ է տեղի ունենում 35-ը առնվազն հոմլես անձնավորությունն է, այսինքն պատճառը դառնում, հոմլեսները գիտեք, իրենք մեծ մասը հոգեկան պրոբլեմ ունեն, նաև կա անձ, որ իր բնականon կորցրել է հոմլես է դարձել, բայց մեծամասնությունը նաև ուրիշ պրոբլեմ ունեն։ Եվ իրենք, որովհետև նաև ծխախոտ են օգտագործում, դրագ են օգտագործում, ճիշտ չեն կարողանում տնօրինեն իրենց վիճակը, հրդեհ են ստեղծում։ Ուրեմն Լոս Անջելես Քանթիում առնվազն 35 օրեկան հրդեհ է պատճառը դառնում է մեկ հոմլես դառնում է պատճառ այդ հրդեհի։ Ես ուզում նավակի մրցակցություն ցույց տամ, տեսեք այստեղ արագորեն այս նավակը գնում է եւ լրիվ տեսեք ճիշտ օթանավ է դարձել։ Ամենայն դեպս երկու անձիկ այդ մրցակցությանը մասնակցում էին, բարեբախտաբար երկուսն էլ անվնաս կարողանում են փախուստան։ Իհարկե իրենց օգնում են, անում են, հիվանդանոց են տանում, բայց ասում են որևէ պրոբլեմ չկա ու թույլ են տալիս, որ իրենք տուն գնան, տեսեք ինչ է տեղի ունենում։ Ես պիտի դադար վերցեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ձեզ արծիվ ցույց տամ եւ իր ծաղկերին ցույց տամ։ Ծրագիրը հովանավորում է Անաշե Gift հովանավորում է ծրագիրը։ Գտնվում է Glenox փողոցի վրա է գտնվում։ Ձեզ է առաջարկում այստեղ տեսնում եք հեշտությամբ ոչինչի կարիք չկա, խունկը կարող եք տնել եւ ինքը ստեղծում է այդ տաքությունը, որպեսզի խունկի հոտը, եթե սիրում եք կամ օգտվում եք, ոմանք այսպես այսինքն մաքրման համար են օգտագործում, ամենայն դեպս որևէ պատճառով, եթե ցանկություն եք, կարող եք սա վերցնել, ընդամենը $9.99 է, առաջարկում է ձեզ Անաշե Gift-ն է հովանավորում, այսինքն առաջարկում 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Jackpot հովանավորում է ծրագիրը, ձեզ առաջարկում տարատեսակ կոշիկ ընդամենը $5, տեսնում եք այստեղ զույգը $5 է կոշիկը եւ նաեւ կարող եք շապիկներ ունենալ, Հայաստան պիտի ուղարկեք $5-ով կարող եք այսպես հագուստ ղրկեք Հայաստան ձեր ազգականներին, ձեր բարեկամներին եւ ամեն ինչը տեսնում եք նաեւ ուրիշ ինչ որ ունեն զեղչված կներով կարող եք վերցնեք կվերադառնա։ Ես ես հաղորդել էի, որ Big Bear-ում մեկ արծիվը հավատարիմ կենդանիներ են, ընտանիքական այսպես ծակ են ունենում, 3 ունենում են եւ մեկը չի կարողանում, այսինքն վերանում է, երկուսը մեծանում են, դեռ չեն կարողանում թռչել, բայց տեսեք ինչքան մեծացել են այս արծիվները Big Bear-ում, այնտեղ են իր մայրիկը այսպես կանգնած է
ուշադիր նայում է իր ծագերին եւ սպասվում է, որ շուտով այս արծիվները կարողանան թռչեն եւ սիրահարներ շատ ունի, այս արծիվներ շատ ունեն եւ ուզում են տեսնեն, որ սրանք նաեւ կարող են թռչել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։